Ընկերներ, այնինչ ես ձեզ ուզում եմ ասել, ցավոք սրտի հայրի մեծամասնությունը չգիտեն ու ես ինքս չգիտեի, շատ կարևոր եմ համարում ձեր հետ կիսվել։ Ուրեմն, երբ որ մենք գտնվում էինք ԱՄՆ-ում, մեզ հրավիրեցին Կալիֆոռնիա նահանգի սենատ, որը պարլամենտն է պայմանական ասած, գտնվում էր Սոկրամենտո քաղաքում։ Երբ որ մենք արդեն մուտք էինք գործում այդ շենք, իմ եղբայրը Էդմոնը, որը ապրում է ԱՄՆ-ում, ասաց, որ Արամ, իսկ դու գիտեիր, որ Կալիֆոռնիա նահանգի 35-րդ գուբերնատորը հայ է եղել, Ջորջ Դոկմենջյանը։ Հայ մարդը ունեցել է ֆունդամենտալ դերակատարում Կալիֆոռնիա նահանգի զարգացման գործում։ Մի կողմից Քիրք Քրքորյաններ, մյուս կողմից Դոկմենջյաններ, նրանք նպաստել են նրան, որ այսօր Կալիֆոռնիան եթե լինի անկախ պետություն, նա կլիներ երրորդ տնտեսությունը աշխարհում։ Դուք պատկերացնում եք։ Այնտեղ մեզ դիմավորեց Աստղիկ անունով աղջիկ, որը Լորիից տեղափոխվել է ԱՄՆ երկար տարիներ առաջ եւ աշխատում է սենատում, եւ մենք բարձրանում ենք աստիճաններով եւ Դոկմենջյանի հսկայական նկարը կախված էր պատին, հպարտության զգացում կար, քանի որ Դոկմենջյանի աչքերը հայի աչքեր էր։ Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանից այն թափից տեղափոխվել է ցեղասպանության ժամանակ Նյու Յորք եւ Դոկմենջյանը ստացել է փայլուն կրթություն, հայի անունը միշտ բարձր է պահել։ Եթե չեմ սխալվում, նրանից հետո Կալիֆոռնիայի հաջորդ նահանգապետը Արնոլդ Շվարցնեգերն էր, որի հսկայական նկարը եւս փակցված էր պատին։ Դոկմենջյանի մասին Մտքարան ակադեմիայի YouTube-յան ալիքում մենք կտեղադրենք մեծ նյութ, դրա համար չմոռանաք գրանցվել եւ մեկնաբանություններում գրեք, ում մասին անենք հաջորդ նյութը։ Շնորհակալություն։